Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցներից հետո Փաշինյանը նորից առաջ է մղում թեզը, թե Արցախը թոք էր Հայաստանի վզին ու խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Ինչների իրան խանգարում դիցուկ 2018 թվականի նոյեմբերին հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է ստեղծել։ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցին Ռոբերտ Քոչարյանի հայլուրին տված բացառիկ հարցազրույցի ամենակարևոր կետերը։ Երկրորդ նախագահը բացահայտում է Փաշինյանի քաղաքական կոնֆլիկտածին էությունը եւ առաջարկում ներքին համերաշխության եւ իրական խաղաղության ուղին։ Եթե ինքնալինելու, այսպես ալինելու, մենք ներքին համերաշխություն չենք ունենալու։ Արցախցիների վերադարձի իրավունքը կտրուկ մերժող Հայաստանում տնավորվելու պահանջ դնող կառավարությունը ինչ է անում, որ արցախցիները մնան մայր հայրենիքում։ Արցախցիների 4%-ն է, որ բնակարան է ձեռք բերել այս ծրագրով, սա խայտառակ թիվ է։ Յուղի գեղեցկուհին եմ մեր եկեղեցին։ Այս թողարկման ընթացքում կպատմենք նաև սուզվող ու չխորտակվող եկեղեցու մասին։ Սյունիքյան նման Մարգարիտի ամբողջ հմայքը Գայանե Մովսիսյանի տողերում ու Տիգրան Գասպարյանի կադրերում։ Մինչև անոնսված թեմաներին անցնելը նախ մի ողբերգական դեպքի մասին։ Աբովյանում մի քանի րոպեի տարբերությամբ երկու դանակահարություն է եղել։ Հանրապետության փողոցում կինոյի շենքի հատվածում ամբոխի մեջ օրը ցերեկով դանակահարել են 24-ամյա երիտասարդի։ Րոպեներ անց երկրորդ դանակահարությունն է եղել համար 7 դպրոցի մոտ։ Վիրավորներին տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է առաջին դանակահարվածը։ Ըստ մամուլի տեղեկությունների դանակահարության երկու դեպքերը փոխկապակցված են միմյանց հետ։ Սպանություն և սպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շարունակենք Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցներից հետո Փաշինյանը նորից առաջ է մղում թեզը, թե Արցախը թոք էր Հայաստանի վզին ու խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել բանակցային փաստաթղթերը։ Իսկ ինչու այդքան ուշ խորհրդարանական ընդդիմությունը հիշեցնում է, իրենք վաղուց էին պահանջում։ Բացի դա, ինչով է սպառնում Փաշինյանը և ինչու է արդարանում, չէ որ ինքը ամեն ինչ զրոյական կետից է սկսել։ Հռետորական հարցեր է տալիս խորհրդարանական ընդդիմությունը։ Լիլիթ Սարգսյանի անդրադարձը։ Ներողություն, իսկ ինչու մինչև տարեվերջ։ Երրորդ նախագահներն են մշտապես խոսել այն մասին, որ անհրաժեշտություն կա այդ փաստաթղթերի հանրայնացմանը։ Որպես երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցների արձագանք մինչև այս տարեվերջ արցախյան բանակցությունների փաստաթղթեր հրապարակելու մասին գրառում է արել Փաշինյանը։ Խորհրդարանական ընդդիմությունը հիշեցնում է, դա վաղուց իրենք են պահանջել երկրի ղեկավարից։ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը 2018 թվականի մայիսին։ Ինչների իրան խանգարում դիցուկ 2018 թվականի նոյեմբերին հրապարակել բոլոր փաստաթղթերը։ Բանակցային բոլոր փաստաթղթերի բովանդակությունը հայտնի է, վստահեցնում են ընդդիմադիրները, պնդելով, որ դրանց հնարավոր հրապարակումը իրենց չի անհանգստացնում, եթե իհարկե հրապարակվեն իրական, չկեղծված փաստաթղթեր, այդ մտավախությունը ունի ընդդիմությունը։ Ինքը այս 8 տարում նստած փաստաթղթեր էր կեղծում։ Միակ խնդիրը կարող է լինել այն, եթե դա որևէ ձևով աղճատված ներկայացնի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցկացված հայ-ադրբեջանական բանակցությունները այնքանով, որքանով դա հնարավոր է, հրապարակվել են։ Կազանի, Մադրիդյան փաստաթղթի, Քիվեսթյան բանակցությունների ընդհանուր պետության գաղափարի բովանդակությունը գաղտնիք չէ։ Երբ որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով գործընթացը տեղի է ունեցել, որոշակի առումով դրանք նաև հանրայնացվել են թույլատվության այն տրամաբանության տեսանկյունից, որ այդ պայն թույլ է տվել։ Պայմանական 2007 թվական Մադրիդյան փաստաթուղթ, 2009 թվական ընդհանուր սկզբունքների շուրջ փաստաթուղթ, Կազան։ Փոխարենը 7 կողպեքի տակ են պահվում Փաշինյանի զրոյական կետից սկսված բանակցությունները։ Հրապարակողը թող հրապարակեր այն փաստաթուղթը, որը իրեն են փոխանցել համանախագահները 2019 թվականի հունիսին Միացյալ Նահանգներում։ Ըստ Հայաստանի երկրորդ նախագահի Փաշինյանը աննախադեպ մի բան է արել այդ օրերին, մերժելով առհասարակ բանակցել այդ փաստաթղթի շուրջ։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել
Ներկայացված փաստաթուղթը 19 թվականի ներկայացված փաստաթուղթը ուղղակի հրաժարվել է բանակցել։ Ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթաց։ Իրականում բանակցությունները կարող էին չավարտվել պատերազմով, կարող էին ավարտվել համաձայնեցված փաստաթղթով, վստահ է Քոչարյանը։ Բանակցային գործընթացը կավարտվեր այդ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունման տարբերակով։ Երրորդ նախագահը նույնպես պնդել էր, որ Հայաստանի վարչապետն իր գործողություններով թույլ է տվել Ադրբեջանին ու Թուրքիային պատերազմ սկսել։ Ադրբեջանական եւ թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին եւ տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր։ Իսկ Փաշինյանը նորից առաջ է մղել իր այն թեզը, թե Արցախի հարցը թոք էր, որ Հայաստանը կապում էր մոտակա ծառից։ Իբր բանակցային բոլոր գործընթացներն ու առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին, իսկ դրա վերջնանպատակը Փաշինյանի Հայաստանի պետականությանը վերջ դնելն է եղել։ Մտակվելու խնդիրը, որ ունի ամբողջ պետությունը եւ հասարակությունը, Փաշինյանի ուղերձն էր։ Իրականում ոչ թե մտակվել, այլ զարթնելու կարիք կա։ Եթե Փաշինյանի կարծիքով թոք է եղել Արցախի հարցը Հայաստանի վզին, ուրեմն նա գիտակցաբար է կտրել այդ թոկը։ Դա միանգամից կարմիր լամպ է վառում։ Ուրեմն Փաշինյանը գիտակցաբար գնաց այդ թոկը կտրելուն։ Ուրեմն պատերազմը գիտակցաբար չկանխվեց, իսկ միգուցե նաև հրահրվեց։ Հրահրվեց հազարումի իրար հակասող հայտարարություններով Արցախը Հայաստանը եւ վերջից, մինչեւ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Կա Նիկոլ Փաշինյան, որը 18 թվականին ասում էր իր համար սկզբունքը ինքնորոշման իրավունքի սկզբունքն է։ Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, եւ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը, ով ասում էր Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Արթուր Խաչատրյանը չի հիշում, թե 2019 թվականի Փաշինյանի հրապարակման մեջ իր ստացած բանակցային ժառանգության մասին Արցախի թոք լինելու վերաբերյալ ապացույցներ եղած լինեն։ Այդ թուղթը կարդում ես եւ նման հարց չկա, որ Ղարաբաղի բանակցությունները թոք էր, Ղարաբաղը կորցրել էր անկախ լինելու հնարավորությունները։ Խաչատրյանը հիշեցնում է, որ առաջին անգամ 2018 թվականի նոյեմբերին Դուշանբեում Ալիևի հետ հանդիպումից հետո է Փաշինյանն օգտագործել պատերազմով Ղարաբաղի հարցը լուծել արտահայտությունը, փորձելով Օվերտոնի պատուհան բացել դրա համար։ Դատախազությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը պետքա թակի Փաշինյանի տունը եւ ասի դե էլ միատարի բացատրես ինչա տեղի ունեցել։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ 5-րդ ալիքին տված հարցազրույցում Հայաստանի երկրորդ նախագահն ընդգծել է, թե չի հավատում որևէ խաղաղության, որն ամրագրված չէ երաշխիքային ինչ-որ մեխանիզմներով, ու քանի դեռ Փաշինյանն է իշխանության, ոչ միայն արտաքին, նաև ներքին կայունություն չենք ունենալու Ռոբերտ Քոչարյանի կարծիքով։ Իշխանափոխությունից եւ հասարակությունը ներսից ուտող կոնֆլիկտներին վերջ տալուց հետո միայն հնարավոր կլինի սկսել Հայաստանի աշխարհաքաղաքական կշռի վերականգնումը, վստահ է երկրորդ նախագահը։ Հայլուրի մեկնաբան Լարա Արաքելյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի ամենակարևոր շեշտադրումները ռեպորտաժում։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Այդ դասալիքներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Այդ վախկոտ փախածներին ինչի չեք առաջարկում գնդակահարել։ Ձեզ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 98 թվականից հետո պետք է եղել ձեր իշխանությունը պահելու համար։ Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է հերիկան ներվերներից հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Ինչ գործ ունեք, դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պետք է տանեմ, լսեմ ածայի պատվալը։ Տեսարաններ, լարվածություն, գոռոցներ ու սպառնալիքներ։ Առաջինը դուք 2026-ից հետո էլ եք ուզում լսել այս ձայները։ Հասեք։ Հասարակությունը սևերի ու սպիտակների բաժանածները արդեն հակադրում են Արարատը Արագածին, Էջմիածինը Հովաննավանքին, Կաթողիկոսին Կարգալույց քահանային, Ռուսաստանը Միացյալ Նահանգներին։ Նիկոլ Փաշինյանի կոնֆլիկտային էությունից է ժայթքում այս քաոսը։ Պրոբլեմային է։ Վստահ է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը
ունի ներքին չարության մի հսկայական ծավալ։ Եվ իր մարմնի մեջ այդ չարությունը չի տեղավորվում։ Անընդհատ դուրս է տալիս։ Ինքը ամեն քայլափոխին պիտի ստեղծի կոնֆլիկտ։ Եվ այդ կոնֆլիկտով ինքը ոնց որ սնվում է, ինչ որ էներգիա է ստանում, մի նոր կոնֆլիկտի համար, նոր կոնֆլիկտի համար։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Այս խառնաշփոթը մարդու տեսակի արտացոլումն է։ Եթե իշխանություն, եթե դու կոնֆլիկտացին ես ինքդ քեզնով, եւ դու ունես հսկայական իշխանություն, գրեթե այսօր անսահմանափակ, դու այդ կոնֆլիկտը ինչ որտեղ սկսում ես կիրառել։ Քանի դեռ Փաշինյանն է իշխանության, ներքին կայունություն չենք ունենալու, վստահեցնում է Քոչարյանը։ Եթե ինքն ալինելու, այսպես ալինելու, մենք ներքին համերաշխություն, ներքին կայունություն երբեք չենք ունենալու։ Հետագա ընտրությունների կարևորությունը նաև դրանով է։ Մենք ընտրելու ենք մի իշխանություն, որը փորձելու է այդ համերաշխությունը ներսում ստեղծի, բերի, թե ունենալու ենք սրա շարունակությունը։ Իշխանափոխությունից եւ հասարակությունը ներսից ուտող կոնֆլիկտներին վերջ տալուց հետո միայն հնարավոր կլինի նոր շնչառությամբ սկսել Հայաստանին աշխարհաքաղաքական կշիռը վերադարձնելու գործը։ Ամրացնել Հայաստանի անվտանգությունը եւ ոչ թե նրա համար, որ պատերազմենք, հենց նրա համար, որ չպատերազմենք, մարտունակ, բանակ առաջի համար, հենց նրա համար է, որ պատերազմ չլինի։ Եվ պետք է դրանով դուրս զբաղվել։ Ես չեմ տեսնում, որ այսօր Հայաստանը դրանով զբաղվում է։ Եվ մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհակական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհակական շեֆեր։ Կան աշխարհում փոքր երկրներ, որոնց հետ բոլորը հաշվի են նստում։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Սինգապուրը, Քաթարը, բայց Հայաստանը Քոչարյանի կարծիքով ավելի շատ Հայիթիի ճանապարհն է բռնել։ Մոտարապես Հայաստանի չափ երկիր։ Մի բռնապետ փոխարինում է մյուսով, ասում է այս աշխարհի հետ գործ չունեմ, միայն չխանգարեք ես իմ բռնապետությունը շարունակեմ։ Եվ մի բռնապետ փոխարինում է մեկը մյուսին, սա ենք ուզում։ Հիմա մենք գնում ենք այս մոդելով, այս վերջի կալանավորումները ինձ ցույց է տալիս, որ մենք ուզում ենք դառնանք այստեղ մի գայցիին պես մի բան։ Անգամ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված թղթից հետո ուշ չէ բանակցությունները հայանպաստ հուն վերադարձնելու համար։ Ռոբերտ Քոչարյանը արդեն մի անգամ առաջարկել է Թրամփի ուղին երկարացնելու գաղափար դնել Սպիտակ տան ղեկավարի սեղանին։ Երազղ Ջուլֆա երկաթուղու գործարկում, Ադրբեջանի տարածքով Հայաստան-Ռուսաստան երկաթուղային կապի ապահովում առաջարկել։ Եվս մի առաջարկ։ Հիմա նոր առաջարկ է մշակել։ Քանի որ օգոստոսի 8-ի փաստաթուղթը չի տալիս խաղաղության երաշխիքներ, Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է առանց այդ փաստաթուղթը մերժելու լրացնել այն մեկ ուրիշով։ Այդ խաղաղությունը պետք է ունենա երաշխիքներ։ Դու ես համաձայնագիրը, ես նախաստորագրված համաձայնագիրը չես չեղարկում, ասում ես օքեյ, բայց առաջարկում ես երկրորդ փաստաթուղթը, որը կունենա երաշխիքային մեխանիզմներ այդ համաձայնագրի համար։ Եվ լավագույն տարբերակը կլներ, երբ երաշխավորողները լինեին եւ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան եւ Չինաստան։ Օրինակ, ինչ վատ առաջարկը, Ալիևը շատ է խոսում, չէ, չինական բեռների մասին։ Ինչ վատ է, բանակցեք։ Հնարավոր է դրան հասնել, համոզված եմ հնարավոր է։ Բերելով ասա իրական խաղաղության, համոզված եմ բերելու է։ Այս մարդկանց խելք չի երիկում։ Կամ խելք չի երիկում, կամ պուլտը ուրիշ տեղ է։ Այդ պուլտը ով պահում է, ուրիշ կնոպկաներ է սխմում։ Հնարավոր է, ասում է Քոչարյանը, իբրև անվտանգության երաշխավոր ներգրավել աշխարհաքաղաքական հակադիր շահերով պետությունների առաջնորդներին։ Կոմպլեմենտար քաղաքականություն է դա, որ պնդում է երկրորդ նախագահը, ինքը հաջողությամբ վարել է 10 տարի։ Ինձ անընդհատ իմ գործընկերները հարցնում են, այդ ո՞նց եք անում, որ սաղի հետ լավ եք։ Ես մի բան եի ասում։ Ասում եի, որովհետև մենք գիտենք ամեն մեկը sense մի ցավող մազոլ ունի, կոպիտ ասած։ Չենք կողում դրա։ Փորձում ենք մեր
հարաբերությունները կառուցել եւ դրսեւորվել ընդհանրապես այն դաշտում, որտեղ այս երկրները ունեն ընդհանուր շահեր։ 2026-ին ըստ Քոչարյանի ընտրելու ենք ոչ թե խաղաղության ու պատերազմի միջև, ինչպես ստիպում է մտածել Նիկոլ Փաշինյանը, այլ ժամանակավոր զինադադարի ու իրական երաշխիքներով խաղաղության։ Երկրորդ նախագահը առնվազն տարօրինակ է համարում, որ այսօր խաղաղության դրոշը ձեռքն առնել է փորձում այն մարդը, որ բերել է Հայաստանի պատմության ամենադաժան պատերազմը ու տանուլ տվել այն։ Մեկ ինքս ինձ հարց եմ տալիս, կարող է ես եմ սուբյեկտիվ։ Լավ, ինչն են ճիշտ արել։ Ոչինչ։ Հիմա խոճապի մեջ էին, չէին հասկանում ինչ անել։ Սա նույն դեպքն է, երբ մարդիկ չգիտեն ինչ անել, որովհետև իրենց կյանքում նման իրավիճակներ չեն տեսել, բայց նաև չեն ուզում լսել այն մարդկանց, ովքեր նման վիճակներ տեսել են, կառավարել են եւ հաջողության են հասել։ Ռոբերտ Քոչարյանը 44-օրյա պատերազմի օրերին Արցախում իր աչքով է տեսել, որ Փաշինյանը չի էլ փորձում սովորել փորձառու գործիչներից։ Ես վերադարձել եմ Հայաստան մեկ պատճառով։ Մենք այնտեղ նստում ենք, հասկանում ենք, որ ուղղակի պիտանի չենք, որովհետև ոչ մեկը մեր կարիք չունի։ Իսկ մեր առաջարկը եղել ամեն մեկը մի ուղղություն վերցնի եւ փորձի այդ ուղղությամբ օգտակար լինի։ Ուղիղ 2 շաբաթ։ 2 շաբաթ փորձում էինք ինչ որ ձեր։ Փորձում էիք ելով էր ձեզ հետ։ Նախկին նախագահները։ Այո, անտեղ եւ երրորդ նախագահներ, որը այդ փորձը ունի, Բակո Սահակյաններ, Արկադի Ղուկասյաններ, մենք ուղղակի անճարության մի զգացողություն էր, որ դու տեսնում ես, որ ամեն ինչ կորցնում եք, ու հայրենիքդ կորցնում ես, չի արվում գրեթե ոչինչ կամ արվում է լրիվ սխալ տարբերակներով եւ քո աչքիդ առաջ sense քայլ առ քայլ ամեն ինչ կորցնում ես եւ չես կարող որևէ կերպ ազդել process-ի վրա։ Ինքը պատերազմի 3-րդ օրն է հասկացել, որ կեղծ է հաղթելու ենք թեզը։ Փորձել է հորդորել Արայիկ Հարությունյանին, խոսել Փաշինյանի հետ, դադարեցնել պատերազմը, գործողությունների պլան է ունեցել։ Պաշտպանությունը կազմակերպելու տեսանկյունից շատ կոնկրետ առաջարկներ էր։ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպել ու Բակո Սահակյանի միջոցով հայտնել է, եթե հանդիպեմ Քոչարյանին, Փաշինյանը ինձ կուտի։ Ուղղակի իր բառ, ինձ կուտի։ Հիմա սա է, ուրեմն այն ժամանակ Ադրբեջանից ավելի քիչ էին վախենում պատերազմի ժամանակ, քան տվյալ դեպքում իմ հետ հանդիպել եւ քննարկելու հանգամանք։ Բայց ամենատարօրինակ բանը Քոչարյանի խոսքով տեղի է ունեցել 2020-ի հոկտեմբերի կեսերին, երբ Նիկոլ Փաշինյանը մերժել է պատերազմը կանգնեցնելու ռուսական կողմի առաջարկը։ Մերժեց հստակ իմանալով, որ պատերազմը պարտվելու է, որովհետև գլխավոր շտաբը զեկուցել է ուղղակի, որ պատերազմը շարունակելու ռեսուրս բանակ այլևս չունի։ Կար այդ զեկույց եւ դա հանրային հայտնի փաստ է։ Բայց ինքը որոշում կայացրեց պատերազմը շարունակելու։ Եվ բացատրությունը հետևյալն է։ Իր բացատրությունը։ Այդպիսի որոշում եմ կայացրել, որ ինձ չասեն, որ ես դավաճան եմ։ Եվ անգամ սարսափելի պարտությունից հետո հնարավոր կլիներ ուղղել մեջքը, եթե իսկապես կյանքի կոչվեր նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այն շաքար չէր, բայց դեռ ենթադրում էր Արցախի գոյություն։ Բոլորը հասկանում են, որ սա նաև Արցախը պահելու հնարավորություն է։ Ապշելու է ըստ Քոչարյանի, որ այն ժամանակ Հայաստան-Արցախ ցամաքային կապը ապահովող Լաչինի միջանցքի դիմաց իբրև սիմետրիկ լուծում Ադրբեջանի առաջարկած ցամաքային կապը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ, Փաշինյանը համառորեն մերժում էր։ Հիմա ճիշտ նույն բանի հետ համաձայն է, երբ էլ չկա ոչ Լաչինը, ոչ Արցախը։ Նույնատիպ, այսպես որոշումը, նույնատիպ մոտեցումը ներկայացում է որպես դարակազմիկ մի որոշում, որը կայացված է Վաշինգտոնում։
Քոչարյանը կարծում է, որ Արցախը չէին կորցնի, եթե Փաշինյանը Պրահայում չճանաչեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Արցախը։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգվեր եւս 5 տարով եւ կլիներ քաղաքական լուսման ինչ-որ մի առաջարկ։ Երկրորդ նախագահի տպավորությամբ արվել է ամեն ինչ, որ ռուս խաղաղապահները ստիպված լինեն հեռանալ Արցախից, զրոյացվել է Ռուսաստանի միջնորդական դերը։ Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ այս ռուսները զորախումբ են տեղավորել խաղապահ։ Հիմա թույլ են գնան, ոնց ուզում են հարցը լուծեն, այսպես կոչված զբրոս նագրուսկի, այսինքն այդ բերից մի հատ ազատվեն։ Գործողություններ, որ Հայաստանի ղեկավարը կաներ երկու դեպքում։ Կամ եթե տառապում է աշխարհաքաղաքական տգիտությամբ, կամ էլ եթե ադրբեջանա-թուրքական գործակալ է։ Պատահական է, որ Օրբելի ֆորում 2025-ի ժամանակ թուրք լրագրողը Հայաստանի արտգործնախարարին հարց ուղղելուց առաջ իբրև կոմպլիմենտ է անում։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության մասին ձեր մտքերը ստիպեցին մտածել, թե Թուրքիայի արտգործնախարարն է խոսում։ I thought a Turkish foreign minister is talking. Ես ասում եմ, որ մեր արտգործնախարարը պետք է խոսի որպես Հայաստանի արտգործնախարար։ Լարա Արաքելյան, Հայլուր։ Հայաստանը կարող է խաղաղության խաչմերուկ լինել, սակայն ոչ թե աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի գործիքը դառնալով, այլև համադրելով բոլոր կենտրոնների շահերը։ Սա այն է, ինչ ըստ քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի առաջարկում է նախագահ Քոչարյանը։ Ավելի հոդաբաշխ առաջարկ գոնե մինչ այս պահը ես չեմ հանդիպել։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն իրատեսական է համարում Ռոբերտ Քոչարյանի ասածը։ Լավագույն տարբերակը կլներ։ Երկրորդ նախագահը Հայլուրին տված հարցազրույցում առաջարկել է Վաշինգտոնյան համաձայնագրին զուգահեռ մի փաստաթուղթ էլ ստորագրել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Պեկինի հետ այս գերտերություններին դարձնելով խաղաղության երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ առնվազն 3 կոմպոնենտից առաջարկվող անվտանգային երաշխիքների համակարգը առաջարկում Քոչարյանը, սա հստակ պատասխան է նրա, թե անդիմությունը կամ այլընտրանքային ուժերը ինչ են առաջարկում Փաշինյանի ընկալմամբ խաղաղության գործընթացին։ Մաթևոսյանը նկատում է ճկուն դիվանագիտությամբ հնարավոր է մեր տարածաշրջանում միավորել աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ ունեցող ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Չինաստանի շահերը։ Դրա համար ըստ քաղաքագետի Երևանը պետք է ոչ թե սադրի, այլ փոխշահավետ գործարք առաջարկի, մանավանդ որ բոլորն են շահագրգռված այստեղ կոմունիկացիաների բացմամբ։ Ով ասաց, որ մենք չենք կարող լինել այն կետերից մեկը, որտեղ փորձենք իսկապես համադրել կողմերի շահերը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նկատում է քաղաքագետը, ձեռնտու են միայն թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ գլոբալ առումով ՆԱՏՕ-ին։ Մաթևոսյանը համոզված է, դրանց երբեք չեն համակերպվելու Մոսկվանն ու Թեհրանը։ Քաղաքագետը ենթադրում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտած ռուսական ցորենով Մոսկվան մեսիջ ուղարկեց, որ անկախ նրանից, թե ինչ է ստորագրվել Վաշինգտոնում, այս տարածաշրջանում գործընթացները չեն կարող տեղի ունենալ առանց իր մասնակցության։ Ի վերջո կան բաներ, որոնք անհնար է մերժել։ Այդ բաներից մեկը դա քարտեզն է։ Ռուսաստանը մեղմ ասած մի փոքր ավելի մոտ է եւ մեզ եւ Ադրբեջանին եւ ունի հնարավորություններ, ունի լծակներ տարածաշրջանում լինելու։ Հայաստանն իսկապես կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, բայց դրա համար պետք է ոչ թե գործիք դառնալ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի ձեռքին, այլ համադրել այդ կենտրոնների շահերը։ Փորձում ենք մեր։ Հենց սա է ըստ էության առաջարկում Ռոբերտ Քոչարյանը եւ Երևանը ըստ քաղաքագետի պարտավոր է բաց չթողնել այս հնարավորությունը։ Հայաստանը այլընտրանք կոմպլեմենտարիզմին չունի։ Հիմա առաջարկը հենց դրա մասն է։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Արցախցիների վերադարձի իրավունքը կտրուկ մերժող Հայաստանում տնավորվելու պահանջ դնող կառավարությունը ինչ է անում, որ արցախցիները մնան մայր հայրենիքում։ Մեր ձևով շարժումը, որն արցախցիների խնդիրներն է արձանագրում ու դասակարգում, պարզել է, որ վերջին 2 տարում մի քանի տասնյակ հազար արցախցիներ են արտագաղթել, որպես պատճառ նշելով աշխատատեղերի պակասը ու բնակարանային ծրագրի ձախողումը։
Հայաստանի իշխանությունը, որ 5 տարի առաջ ստորագրեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, հետո ասաց, չկա հայկական Արցախ, կան Ադրբեջանից բռնագաղթած մեր քույրեր ու եղբայրների։ Ինչ է արել տուն ու տեղից զրկված այդ քույր եղբայրներին մայր Հայաստանում տնավորելու համար։ Կարճ ու հստակ է Արեգայի պատասխանը, որ մեր ձևով շարժման ձևաչափում հավաքում ու դասակարգում է արցախցիների խնդիրների մասին տվյալները։ Որևէ արդարացում հնարավոր չի գտնել։ Պարոն նախարար, Սա այն դեպքում, երբ Հայաստանի սոցիալ-նախարարը բոլորովին վերջերս բյուջե 26-ի քննարկումների ժամանակ բնակարանային ապահովման ծրագիրն է ռիլեր սարքելով ու տարածելով է հայտարարել արցախցիների համար երբևէ չլսված ու չտեսնված մի ծրագիր են անում 800 միլիարդ դրամ են հատկացնում, որ բնակարան ունենան մեր քույր եղբայրները։ Անկամ այստեղ եթե հիմնվենք պաշտոնական թվերի վրա, նույն Արսեն Թորոսյանի բերած թվերով, ընդամենը արցախցիների 4%-ն է, որ բնակարան է ձեռք բերել այս ծրագրով բնակարանային մոտ 30,000 ընտանիքի հաշվարկով ընդամենը 1200-ն է, որ իրացրել է հավաստագիրը, մոտ 3000-ը դիմել է, իսկ 1200-ը միայն իրացրել, սա խայտառակ թիվ է։ Արեգան բացատրում է, թե ինչ նկատի ունի ասելով, արցախցիներին աջակցող ծրագրերի պայմանները իրականում աջակցող չեն։ Պայման կա, բռնի տեղահանվածները բնակարաններ պետք է մարզերում ձեռք բերեն, լինեն վճարունակ, մարզերում աշխատանք չկա, էլ ուր մնաց թե բարձր վարձատրվող պետությունը բանկերի կամքին է թողել վարկավորում անել չանելը։ Հետո գումարի չափը շատ ցածր է, հաշվի առնելով, որ այս ծրագիրը գործարկելուց հետո արցախցիները կարողանում են ձեռք բերել միայն երկրորդական շուկայից բնակարաններ եւ երկրորդական շուկայի բնակարանների գների կտրուկ աճ է նկատվում։ Արտագաղթում են բռնագաղթած արցախցիները։ Ոչ պաշտոնական տվյալներով 120,000-ից 30,000-ն արդեն Հայաստանում չեն։ Պաշտոնական թվերով արտագաղթածները մի փոքր քիչ են։ Օբյեկտիվորեն հնարավոր չէ հստակ թիվ ունենալ, որովհետև օրինակ բոլոր արցախցիները չէ, որ 070 կոդով անձնագիր ունեին։ Ինձ թվում է այս հաշվարկը կատարվել է Հայաստանը լքող 070 կոդով անձնագրով մարդկանց հաշվարկով։ Հետո կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր արդեն ձեռք են բերել քաղաքացիություն եւ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո են լքել Հայաստանը։ 2 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղից տեղահանված 120,000 արցախցիներից միայն 21,916-ն են դիմում գրել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Արեգան կասկած չունի, դեկտեմբերից արտագաղթը սաստկանալու է։ 50,000-ականների աջակցությունը, որ ձևափոխվել 30,000 դրամ է դարձել, 2026-ից ձևախեղվելու է։ Այնքան են փոխել, այնքան խութերով է, որ գրեթե ոչ ոք դեկտեմբերից հետո այդ ծրագրից չի կարողանալու օգտվել։ Գիտենք, թե ինչին է միտված Փաշինյանի կաբինետի այս քաղաքականությունը, ասում է արցախցի Արեգան։ Մարդիկ չեն հասցնում այլ հարցերով զբաղվել։ Երբ մարդը բռնագաղթում է արկերի տարափի տակ, չի հասցնում անձը հաստատող որևէ փաստաթուղթ վերցնել, թուղթ համասա ունենալու համար երկար քաշքշուկի մեջ է ընկնում։ Այդ քաշքշուկը ժամանակ չի թողնում քաղաքացիական իրավունքների պայքարի համար։ Գումարած ինչ քաղաքացիական իրավունքների պայքար, երբ սոված է երեխատ, պետք է մի կտոր հացի խնդիր լուծել։ Պահանջատեր չլինեն, իսկ դու չես կարող պահանջատեր լինել օրինակ Ֆրանսիայում կամ Ավստրալիայում։ Կա արտագաղթ, չկա համայնք, չկա համայնք, չկա պահանջատիրություն։ Եվ ուրեմն թող արտագաղթեն արցախցիները։ Հայաստանի իշխանության պլանը այսպես են ձևակերպում Արցախի մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվողները։ Ընդգծում, օրինակ Նախիջևան վերադառնալու մասին հիմա ոչ ոք չի խոսում։ Համայնքը ցրվել է, հոդս ցնդեցնելով հայկական Նախիջևանի հարցը։ Արփիս Քեսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Մինչև թողարկման երկրորդ մասին անցնելը ղազախական ցորենի մասին, պարզվում է, որպես ռուսական ցորենին այլընտրանք Հայաստանի իշխանության անոնսած ղազախական ցորենը ամենացածր կարգի է։ Ղազախական ազգային պրոդկորպորացիայի տնօրենը մանրամասներ է հայտնել Հայաստան եկած 1000 տոննա հացահատկի փորձնական խմբականակի մասին։ Ըստ Տաբիլբեկ Օմարովի դա 4-րդ դասի հացահատիկ է։ 4-րդ դասի հացահատիկը հիմնականում օգտագործվում է անասնակերի արտադրության համար։ Դրանից նաև ալյուր են ստանում, բայց որակն ու հանքանյութ
տեսանյութերի պարունակությունը այդ դասիցորենի մեջ նվազագույնի են հասցված։ Ըստ Օմարովի իրենք պատրաստ են ամսական 15-ից 20 հազար տոննա պարենային հացահատիկ մատակարարել Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Սիրելի հայրենակիցներ, թողարկման երկրորդ մասում կարող եք դիտել։ Կմասնակցեն արդյոք քաղաքացիները կարգալույց քահանայի մատուցած պատարագին, Հայլուրի հարցախույզը Երևանի փողոցներում մոտ 5 տասնյակ քաղաքացիների մասնակցությամբ։ Ի պաշտպանություն եկեղեցու 37 վայրկյանանոց խոսք ասած Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կզրկվի էլեկտրաէներգիա բաշխելու լիցենզիայից, հրապարակվել է սկանդալային որոշման նախագիծը։ Գյումրիի քաղաքապետը առանց բուժօգնության է մնում կալանավայրում, Վարդան Ղուկասյանի փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին։ Նրան պետք է մշտապես հետևեն էնդոկրինոլոգը եւ կարդիոլոգը։ Անպաշտպան է Ուկրաինայի օդը, Զելենսկին նորից արևմուտքից հակաօդային պաշտպանություն է խնդրում։ Մենք հասկանում ենք, որ դա մեր խոցելի տեղն է։ Յուղի գեղեցկուհին եմ մեր եկեղեցին։ Եվ Սյունիքի աննման Մարգարիտի ամբողջ հմայքը Գայանե Մովսիսյանի տողերում ու Տիգրան Գասպարյանի կադրերում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը զրկել լիցենզիայից։ Ըստ հրապարակված նախագծի ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը գրություններ է ներկայացրել հանձնաժողով, որոնց համաձայն 2025-ի հունվարին ՀԵՑ-ի ավտոմատացված հաշվառման համակարգը խափանվել է։ Ջնջվել են ՀԵՑ-ի էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի տվյալները 2018-ից սկսած։ Նաև թերհավաքագրումների ու հավելագրումների մասին տվյալներ է հաղորդել։ Իբր ՀԵՑ-ը նախկինում ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացրել հանձնաժողով, ինչի հետևանքով սխալ են գնահատվել բաշխման ցանցի ընթացիկ վիճակը, հոսանքի ընդհատումների իրական քանակը, կորուստների մեծությունները։ ՀՑԿՀ-ն պնդում է, թե ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչը ընդհանուր առմամբ 6 խախտումի մասին է հայտնել։ Տաշիր կապիտալին էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու որոշումն ընդունելու համար հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նիստ է անելու։ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը հերքում է լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե մի շարք եպիսկոպոսներ վեհափարի հրաժարականն են պահանջել եւ առաջարկել Մայրաթորի դիվանապետ Աշակ Սրբազանի կարգալուծության հարցով հանձնախումբ ձևավորել։ Մամուլում վեհափար Հայրապետի հրաժարականի եւ Աշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կարգալուծության պահանջի մասին տեղ գտած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում եւ կեղծ է։ Հայլուրի թղթակցին հայտնել է Տեր Եսային։ Քահանան նաև հայտնել է, որ Գարեգին II-ը հանձնախումբ է ստեղծել Աշակ արքեպիսկոպոսին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության եւ եզրակացություն ներկայացնելու համար։ Երևանում Հայլուրի հարցախույզին մասնակցած մոտ 5 տասնյակ քաղաքացիների մեծ մասը ոչ մի դեպքում չի մասնակցի կարգալույց քահանայի մատուցած պատարագին։ Մարդիկ դա սրբապղծություն են համարում։ Կմասնակցեն արդյոք քաղաքացիները կարգալույց հռչակված քահանայի մատուցած կեղծ պատարագի։ Ձեռեք առնի։ Ինչու՞։ Դե եթե կազմալույց եմ գիժեմ նրան մասնակցել։ Ինչի մասին է խոսքը, նման հարցադրում կարելի անել, բայց մասնակցի, բայց պիղծ է, պիղծին ինչի պիտի գնամ մասնակցեմ։ Չեմ մասնակցի, պետք չի չեմ մասնակցի։ Ոչ, չեմ մասնակցի։ Չէ, որովհետև ինքը քահանա չի, այլեսի ինչա։ Ավելի լավ է չխորանա։ Ոչ, ինչու։ Չեմ ուզում։ Անիմաստ հարցերի մի տվեք ինչու։ Ինչի պիտի տամ։ Ինչի պիտի գնամ, եթե նա կարգազանց է։ Իհարկե չեմ մասնակցի։ Որտեվ սիրալ չեմ վստահում, չեմ հավատում։ Պիղծեր ենք։ Չեն մասնակցի կեղծ պատարագների, նույնիսկ եթե վարչապետի հովանու ներքո են դրանք, ասում են մարդիկ։ Թող պաշտպանի, թող տանի իրանց տուն, թող ավելի լավ բարձր պաշտոններ տա, իրար շրջապատի տա, բթամիտներ ու հիմարներ, ինչ քահանա,
Ջհանդամ այդ քահանան չի լինելու, ջհանդամը։ Մենք երկիրս չենք լինելու։ Դուք կարճել եք այդ քահանայից եւ ոչ ուփուչի մարից, հա։ Ես ուրեմն համաձայն եմ, որ զրկում են, որտեվ քահանան ինչ գործ ունի, գործ տա մյուս քահանայի վրա։ Նա Աստծո մարդ պետք է լինի, ոչ թե գրող։ Այ որ այդ ձեր ասած քահանան պատարականի կգնանք կմասնա։ Ոչ մի դեպքում։ Չէ, որտեվ ինքը Աստծուն չի հավատում։ Աստծո մարդը իրանք չունի տենց բաներ գրի մյուսի վրա։ Քաղաքացիները համաձայն են Մայրաթորի հետ։ Կարգալույց եղած քահանայի մասնակցությամբ Հովանավանքում միջոցառումը սրբապիղծ բեմականացում է։ Չեմ մասնակցում։ Մայրաթորը պիղծ է համարում այդ պատարակները։ Ճիշտ է համարում Մայրաթորը։ Եթե Մայրաթորը ասում է, որ պիղծ է, ես համաձայն եմ Մայրաթորի հետ, ամեն դեպքում չէի գնա։ Մարդիկ ուզում են հեռու մնալ պիղծ գործերից։ Եվակայ չէի գնա, որովհետև պիղծ է ինքը, ես գնամ պղծվեմ, կգնամ են քահանայի մոտ, որ ինձ առաջնորդում է։ Պարզա, որ չեմ մասնակցի։ Դե եթե հանելա, ուրեմն որը ճիշտ է համարվում, դա էլ ասենք ես կմասնակցեմ։ Նկարով հետաքրքրության համար մարդակ եմ տեսնում ինչ ա եղել, ինչ եմ անել, հանել եւ ինչ ճիշտ են անել, թե սխալ են անել։ Կարող է դրա համար մասնակցել, բայց ինձ չի։ Մայրաթորին ես հավատում եմ։ Կեղծ մարդկանց հետ ինչ գործ ունենք եւ կեղծ պատարակների։ Եթե այդ մարդը պիղծ մարդկանց կողմից է պղծում նորից, անիմաստ է դրանց մասին խոսել։ Փաշինյանը մասնակցում է։ Դա իր գործն է, ես չեմ մասնակցում։ Ոմանք էլ պնդում են, ոչ ոք չի կարող արգելել քարոզը, ինչպես իրենք են ասում Քրիստոսի։ Կաթողիկոսը իրավունք չունի մարդուն արգելել, որ Հիսուս Քրիստոս քարոզի։ Լանա Ամբարձումյան, Առաքել Օհանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Գյումրիի քաղաքապետն առանց բուժօգնության է մնում կալանավայրում, այսօր բժիշկներին նորից են արգելել զննել Վարդան Ղուկասյանին, փաստաբանը դիմում է գլխավոր դատախազին։ Ալբերտ Սերոբյանը կպատմի։ Վարդան Ղուկասյանի փաստաբանին գլխավոր դատախազությունում վստահեցրել են, որ ընթացք կտան պաշտպանների բողոքներին։ Որոշեցի, որ այսօր անձամբ կամ եւ բողոքս արդեն բանավոր կերպով հայտնեմ եւ պահանջեմ, որ պատասխան տրամադրեն մեր միջնորդություններին եւ բողոքներին։ Պարոն Ղուկասյան, Հոկտեմբերի 21-ից կալանավորված Վարդան Ղուկասյանի փաստաբանները 2 բողոք ունեն։ Առաջին հերթին փաստաբաններն ապօրինի են անվանում Ղուկասյանի կալանքը, քանի որ նրա նկատմամբ այլ խափանման միջոց են տրված։ Հիմա մենք ունենք նույն օրով նաև դատախազի իմացությամբ, այսինքն հսկող դատախազը դա հաստատել է, այլ ընտրանքային խափանման միջոցի վերաբերյալ որոշում պարոն Ղուկասյանի նկատմամբ։ Հիմա եթե կա այլ ընտրանքային 1 օր այնտեղ մնալը, կես վայրկյան այնտեղ մնալը կալանքի տակ, դա ապօրինի է։ Պոստանջյանը նաև ահազանգում է, որ 6-րդ օրն է չի ապահովում Վարդան Ղուկասյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը Երևան կենտրոն քրեակատարողականում, որտեղ նա տեղափոխվել էր հիվանդանոցում հետազոտությունները կիսատ թողած։ 5-ին, 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին, այսինքն այսօր էլ է փորձը բարձացվել, հայտնվել, միջնորդ ենք փորձը ներգրավել մարդու իրավունքների պաշտպանին, բայց այս պայդրությամբ այդ մեր դիմումները կարելի ասել մերժված են։ Աննա Վարդապետյանին հանդիպել չի հաջողվել, գլխավոր դատախազի օգնականներից մեկն է վստահեցրել, որ կզբաղվեն ահազանգով։ Ասաց, որ հետևողական է լինելու, շուտով կպատասխանեն, տեսնենք։ Խափանման միջոցի մասին բողոքը դեռ նախորդ շաբաթ են դատախազին ներկայացրել փաստաբանները։ Պոստանջյանը հետաքրքրվել է, թե ինչու այսքան ժամանակ անպատասխան է բողոքը։ Իսկ ասացի, իսկ երբ միջնորդությունը արդեն 10 օր է գտնվում է ձեր քննարկման տիրույթում, ինչու այդ միջնորդությանը չեք պատասխանել, ասեց դրա վերաբերյալ նույնպես կփորձի կատարել քննություններ, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել։ Փաստաբանի պնդմամբ այս պահին գերհրատապ է բուժօգնության կազմակերպումը, Ղուկասյանը ոչ թե պարզապես առողջական վիճակից է բողոքում, այլ լուրջ առողջական խնդիրներ ունի։ Նրան պետք է մշտապես հետևեն էնդոկրինոլոգը եւ կարդիոլոգը, բացի այդ անհրաժեշտ է կոնտրաստ աորտոգրաֆիա, որը չի արվել։ Հիմա փաստորեն այդ մշտական բժշկի հսկողությունը չի ապահովում։
Թե գլխավոր դատախազի օգնականի խոստումը երբ կիրականանա հայտնի չէ, բայց ըստ փաստաբանի ամեն վայրկյանը կարևոր է։ 5 օր շարունակ մենք կարող ենք արձանագրել մերժում, բայց թե երբ կտրամադրեն, միգուցե այնքան ուշ կտրամադրեն, որ շատ ուշ կլինի։ Փաստաբանը կարծում է բժշկին Վարդան Ղուկասյանի մոտ չեն թողնում, քանի որ այդ դեպքում կարձանագրվի, որ Գյումրիի քաղաքապետը կալանքի հետ անհամատեղելի առողջական խնդիրներ ունի։ Բժիշկը պետք է գա, արձանագրի որոշ ախտորոշում, որը պահանջելու է բուժում, բուժումը հնարավոր չէ իրականացնել այս հաստատություն, բուժումը պետք է ստանա համապատասխան բժշկական հաստատությունում եւ դա հնարավորություն է ընձեռում արդեն մարդուն նաեւ ազատելու կալանքից։ Խոստանջյանը նաեւ հիշեցնում է Փաշինյանի այս հայտարարությունը Վարդան Ղուկասյանի մասին Կարեն Սարուխանյանի հարցին պատասխանելիս։ Մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Մարդուն հանրային կյանքից զրկելը դա նշանակում է իր կյանքի ապրելու հնարավորությունից, իրավունքից, իր ցանկություններից ընդհանրապես զրկելը, որը տեղի է ունենում այսօր։ Ալբերտ Սերոբյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Մեկ շաբաթ է մնացել Վաղարշապատի համայնքապետի ընտրություններին, հաղթանակ դաշինքի թեկնածուն Սևակ Խաչատրյանը Ոսկեհատ գյուղում իր նախընտրական ծրագրի կետերից մեկին տրանսպորտի խնդրին է անդրադարձել։ Ուղիղ մեկ շաբաթից Վաղարշապատ համայնքը կունենա նոր ղեկավար, Քարոզարշավի վերջին շաբաթն է, հաղթանակ դաշինքը այս անգամ Ոսկեհատ գյուղում է։ Շատ լավ է։ Մեր թիմի ուզած է, որ տարիներ հետո մեր քաղաքը տեսնենք, մեր ուզածը նենց ոնց որ կուզեի ցանկացած էջմիածնեցի։ Գյուղացիներից շատերն արդեն հստակ որոշել են, ում են ընտրելու։ Հույս ունեն, որ իրենց սրտի թեկնածու Սևակ Խաչատրյանը կարգի կբերի էջմիածինը, կմտածի մարդկանց խնդիրների մասին։ Ես ամսի 16-ին ժամը 9-ին արդեն գնացուց խմելու եմ։ Ողջունում ենք, որ հաղթանակով լինենք։ Ոմանք էլ դեռ ծանոթ չեն հաղթանակ դաշինքի նախընտրական ծրագրին։ Քվեաթերթիկն են ուշադրությամբ զննում։ Պարտադիր, այս բուկլետը դրա համար է։ Նախընտրական ծրագրերից մեկն էլ նորմալ հարմարավետ ավտոբուս ունենալն է։ Գյուղերից էջմիածին մարդիկ անխոչնդոտ ու ապահով պետք է տեղափոխվեն։ Մեր համայնքում տրանսպորտը պետք է լինի հարմար, մատչելի ու ժամանակակից։ Ինչ ենք պատրաստվում անել։ Նախ կթարմացնենք համայնքային երթուղիները եւ կտրամադրենք անվճար տրանսպորտ ներհամայնքային երթուղիների համար։ Կգործարկենք էլեկտրական ավտոբուսներ, որ գյուղերից դեպի Էջմիածին ճանապարհը լինի ավելի արագ ու էկոլոգիապես մաքուր։ Ծրագրում ենք նաև կառուցել շրջանցող նոր ճանապարհներ, որպեսզի քաղաքի կենտրոնում երթևեկությունը թեթևանա։ Զարուհի Սահակյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Ուժ, արդարություն, զարգացում կարգախոսով համահայկական ճակատ կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքի բարեկարգում է խոստանում Երևանի կարուսելներին չզիջող կարուսելներ։ Համահայկական ճակատի Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արտյոմ Սիմոնյանը բարեկարգումից առաջ սևեր սպիտակներ բաժանումն է խոստանում վերացնել։ Սիմոնյանն ասում է, մեր թշնամին թուրքն է ու թրքացած հայը։ Բերելու ենք մենք Վաղարշապատ խոշորացած համայնքին բարեկարգում, բերելու ենք սևերի սպիտակների միացում, չի լինելու մեր իշխանության օրոք սևեր սպիտակներ, մենք հայ ենք, մենք մեր թշնամին թուրքն է, մեր թշնամին ադրբեջանցին է, մենք բերելու ենք առաջինը համերաշխություն, սիրո եւ համերաշխություն, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, նա ճիշտ է ասաց սիրո եւ համերաշխություն հակառակն արեց, մենք կբերենք սիրո եւ համերաշխություն, դա իրականություն կլինի։ Մեր համաքաղաքացիները տեսնելու են դա, տեսնելու են բարեկարգ, զարգացած, Վաղարշապատ խոշորացած համայնք։ Մենք եկեղեցու կողքին ենք լինելու, մենք չենք տարանջատելու հայ առաքելական եկեղեցին ժողովրդից։ Մենք արցախցիների համար ունենք լավ ծրագիր։ Մենք աղբանությունից սկսելու ենք, բարեկարգում, աղբանություն, բազմաբնակարան շենքերի, տանիքների, մուտքերի վերակառուցում, կառուցում։
Կառուցենք մեր քաղաքը միասին առաջարկում է 5-րդ համարով ընտրություններին մասնակցող Ազատ դեմոկրատներ կուսակցության թեկնածու Վահրամ Ազատյանը։ Ես քաղաքական գործիչ չեմ, շինարար եմ, մեջմիածինցիներին ասում է Ազատյանը, առաջարկում իրեն ձայնը տալ, որ վերջապես փոխվեն շենքերի տանիքները, իսկ մուտքերը դուռ ունենան։ Ազատյանը ծրագիր ունի նաև գյուղական համայնքների բնակիչների համար։ Ջերմոց կառուցելը պետք է շահութաբեր լինի գյուղացու եւ համայնքի համար, այլ ոչ թե վարկային բեր դառնա։ Օրենքն ու համայնքը պետք է ծառայեն մարդուն, քաղաքացուն, ոչ թե հակառակը, ասում են Ազատ դեմոկրատները։ Ոչ մի հատ տարեցների համար նորմալ ժամանցի վայրեր չկա։ Մարդիկ որ ելնեն իրանց տնից, այս մարդիկ պլեն չեն։ Հիմա ձմեռն եկավ ցուրտա, ինչ են անելու։ Դուրս եկան, մի հատ հարմարություն լինի, մի հատ լավ տեղ լինի, որ կարողանան ձմեռն սիրուն իրանց համար նստեն, իրանց ժամանակն անցկացնեն, իրանց ապրածից ինչ որ բան հասկանան, աշխատատեղերի խնդիր կա, մարդիկ պետք է նորմալ զբաղվածություն ունենան։ Մեր մոտ հիմնականում այդ խնդիրը շատ կա։ Այստեղ անթեզված են համ երեխաները, համ ծերերը, տարեցները, ասենք, ոչ երեխաների համար նորմալ ժամանցի վայրեր կա, ոչ էլ տարեցների համար։ Եթե կարդան հեսա ծրագիրը, կտեսնեն, որ այդ կետը մեջը կա, մարդիկ պարփակված են։ Չեն կարում, չեն խոսում, չեն ուզում հանդիպեն, չեն ուզում հանգարց կամերայի դիմաց մի բան ասեն, որ ինձ շատ է սենց մտահոգել այս հարցը։ Մարդկանց շատ խնդիրներ ունեն, շատ հարցեր է մտահոգում։ Մարդիկ ուղղակի չգիտեմ ինչու, սենց օրինակ հենց հիմա նայում ենք այն շենքի մուտքերը, ոչ մի հատ դուռ չկա մուտքերի վրա։ Այս մարդիկ ինչքան ջերմության կորուստ են ունենում, տները իրանց տաքացնելու ձմռանը։ Որ այս ամբողջությամբ այս մուտքերը պետք է փակվի, պետք է նորմալ վերանորոգվի։ Միջազգային լրահոսին անցնենք, կալանավայրից ազատ է արձակվել Ֆրանսիայի նախկին նախագահը, Փարիզի վերաքննիչ դատարանը վճռել է վաղաժամկետ ազատ արձակել Նիկոլա Սարկոզիին, մինչև դատարանում նրա ազատազրկման որոշման բողոքարկումը։ Մեկ շաբաթ առաջ 70-ամյա Սարկոզին 5 տարվա ազատազրկման դատապարտվել քարոզարշավի ընթացքում Լիբիայից անօրինական միջոցներ ներգրավելու համար։ Սարկոզին, որը բանտում էր գտնվում իր թիկնապահների հետ, այսօր ինքն էր դիմել դատարան ազատ արձակման խնդրանքով։ Նա 20-օրյա բանտարկությունը որակել է մղձավանջ, պնդել, թե առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Անպաշտպան է Ուկրաինայի օդը, Զելենսկին նորից դիմել է արևմտյան գործընկերներին հակաօդային պաշտպանություն խնդրելով։ Կիևի գործերը լավ չեն նաև ցամաքում։ Ուկրաինացի ռազմագերիները ռուսներին պատմել են, թե ինչ սարսափելի պայմաններում է ուկրաինական զորքը շրջափակված Կուպյանսկում եւ Պոկրովսկում։ Իսկ Մոսկվան առնվազն 20 մարզերում ըստ ռուսական կոմերսանտի կամավորների զանգվածային հավաքագրում է սկսել կարևորագույն օբյեկտների պաշտպանության համար։ Ռուսական զորքերի վերահսկողության տակ է անցել ուկրաինացիների պաշտպանության կարևոր կետերից մեկը՝ Կուպյանսկ քաղաքի գործարանի տարածքը։ Ռուսական գրոհային հինջոկատի հրամանատարի խոսքով այս պահի դրությամբ իրենք 7 խոշոր շենք են վերահսկում։ Վերջին 24 ժամում զգալի առաջընթաց ենք ունեցել Ձերժինսկի փողոցում, ազատագրելով 7 խոշոր շենք եւ 1 գործարանային տեխնիկական կառույց, որոնք զինյալներն օգտագործում էին որպես հենակետային տարածք։ Հինջոկատը շարունակում է առաքելությունը Կուպյանսկի արևելյան մասի արդյունաբերական գոտում։ Օլիվինո երկաթուղային կայարանի համար մարտեր են Կուպյանսկում։ Հոկտեմբերի վերջին էր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել, որ զինված ուժերը շրջափակել են մոտ 5000 ուկրաինացի զինվորների։ Պոկրովսկում շրջափակման մեջ մնացած ուկրաինացիների հստակ թվի մասին տեղեկություն չկա։ Դաշնության զինված ուժերի տելեգրամում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Պոկրովսկում ռուսական անօդաչուն հետապնդում եւ հարվածում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների զրահափոխադրիչին։ Ռուսական կողմը հաստատում է նաև, որ տարածքում հայտնաբերել եւ ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների թաքնված դիրքերը։ Ռուսական կողմը Պոկրովսկից գերեվարել է Ուկրաինայի զինծառայողների։ Երբ հասանք Պոկրովսկ, օդային հարվածներն ու հրետակոծություններն առանց դադարի էին, նույնիսկ պարանոցը դուրս չէր կարող անել։ Ռուսական կողմը մի տարածք էլ գրավել է Զապորոժիեում։ Ռիբնոյե գյուղն է անցել ռուսների հսկողության տակ։ Ռազմադաշտում թեժ գիշերվանից հետո Զելենսկին X-ում գրառում է արել, ընդունելով, որ օդային պաշտպանությունը Ուկրաինայի աքիլեսյան գարշապարն է։ Մենք այս պատերազմի առաջին օրվանից խոսում ենք երկնքի փակման մասին։ Մենք հասկանում ենք, որ դա մեր խոցելի տեղն է։
Զելենսկին պատրաստվում է 25 պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգ պատվիրել Միացյալ Նահանգներից, բայց մինչև թղթաբանությունը ավարտվի, շատ ժամանակ կանցնի։ Ուկրաինայի նախագահը առաջարկում է եվրոպացի գործընկերներին իրենց ունեցած հոբ համակարգերը տրամադրել Կիևին, իսկ երբ իրենք կստանան պատրիոտները, դրանք կփոխանցեն օգտագործած հոբերի դիմաց։ Ըստ Կրեմլի, Եվրոպան շարունակում է հրահրել Կիևին չավարտել պատերազմը։ Ռուսաստանի նախագահի խոսնակի պնդմամբ մոլորության մեջ են եվրոպացիները, որոնք վստահեցնում են Ուկրաինային, թե հնարավոր է հաղթել պատերազմում։ Սա ամենախորը մոլորությունն է, որին տրվում է Կիևի ռեժիմը։ Առաջնագծում իրավիճակը վկայում է հակառակի մասին։ Այն շատ դինամիկ եւ պերճախոս է Կիևի ռեժիմի դիրքորոշման հեռանկարների մասին, որոնք անխուսափելիորեն օրեցօր կվատթարանան։ Գիշերն անհանգիստ է եղել նաև Ռուսաստանի երկինքը։ Կուրսկի, Լիպեցկի, Տվերի, Սամարայի, Կալուգայի եւ այլ մարզերի հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 71 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել։ Մարիամ Ամիրջանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։ Մեր հաջորդ ռեպորտաժը հայկական ճարտարապետության աննման գեղեցկուհու Տոլորսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մասին է։ Չխորտակվող եկեղեցու ամբողջ հմայքը Գայանե Մովսիսյանի եւ Տիգրան Գասպարյանի ռեպորտաժում։ Հմայիչ ու անհասանելի աղջկապես է Սուրբ Հռիփսիմեն։ Ջրի ալիքները տարվա մեծ մասը դառնում են նրա շղարշը, որ կարծես ծածկում են դեմքը, թաքցնելով խորհրդավոր հմայքը։ Յուղի գեղեցկուհին եմ, մեր եկեղեցին։ Ոտքով տարվա քիչ ամիսներին է հնարավոր հասնել գեղեցկուհուն, երբ գարնանվերջ հորդացած ջրերը նահանջում են, ջրի երես է ելնում սուզված, բայց չխորտակվող եկեղեցին։ Ինչպես է Տոլորսի քարեղեն զարմանահրաշ սրբավայրը ապրում երկենցաղի պես։ Հին զրույցներ կան, թե 19-րդ դարից էլ վաղ կառուցված եկեղեցու պատերը ձվով են ծեփված ու չեն քայքայվում ջրի տակ մնալով։ Արևի լույսի ու ստվերի խաղը ընդգծում են միջնադարյան հայկական ճարտարապետության վեհությունն ու հոգևոր ուժը։ Պատմաբանները համոզված են, որ 1861 թվականին ոչ թե եկեղեցին կառուցել են, ինչպես գրված է գրքերում, այլ վերակառուցել։ Եկեղեցու փորագրությունները միջնադարյան են։ 1970-ականներից է ջրերի մեջ Սուրբ Հռիփսիմեն։ Երբ Տոլորսի ջրամբարը կառուցել են, հին գյուղը վերացել է, միայն եկեղեցու հիմքերն են ամուր մնացել։ Գայանե Մովսիսյան, Տիգրան Գասպարյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Տեղափոխվենք Ուրցաձոր, որտեղ Յուքոմը բնապահպանական կազմակերպությունների հետ ծառատունկ է արել Հայաստանի կանաչ տարածքները մեծացնելու անապատացման դեմ պայքարելու համար։ Ծառատունկի մասնակիցները հավատում են տարիներ հետո, երբ վերադառնան Ուրցաձորի սարեր, իրենց տնկած ծառերի շնորհիվ մաքուր օդ կշնչեն։ Մանրամասները ռեպորտաժում։ Ծառատունկ է Ուրցաձոր գյուղի սարերում։ Ձերք-ձերքի անապատացման դեմ պայքարում համախմբվել են Յուքոմ ընկերությունը, Արևորդին եւ վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Յուքոմը ոչ թե մտածում է կանաչ կամ արտահայտվում է կանաչ, այլ ինքը կիսում է կանաչի արժեհամակարգը, ու դա նշանակում է պատասխանատվություն եւ պարտավորություն։ Պատասխանատվության ու պարտավորության զգացումն է Յուքոմի թիմին սարեր բերել, Հայաստանի 11%-ն է ընդամենը անտառ։ Բացը պետք է լրացնել, կանաչ տարածքները պետք է ավելանան։ Յուքոմը ամեն տարի մասնակցում է այսպիսի միջոցառումների, որտեղ միջոցառումը Յուքոմի համար միջոցառում չէ, ինքը պատկամ է, ինքը ինչ-որ տեսիլք է, ինքը ինչ-որ առաքելություն է, որի միջոցով մենք փորձում ենք պատրաստել մարդկանց, որ մտածեն կանաչ ու աշխատեն ու գործեն կանաչ։ Այս ջերմատներում են աճեցնում հայկական էնդեմիկ ծառերը, երբ փոքրիկ տնկիները մի քիչ հասակ առնեն, հանրապետության մեկ այլ տարածք կտեղափոխվեն, անտառ կդառնան։ Նպատակ ունենք ավելի քան 6000 հեկտար անտառ տնկել հիմնադրամով, որի շնորհիվ Հայաստանը ավելի կանաչ կլինի եւ ավելի շատ անտառներ կունենա։ Ծառատունկը դեռ տարեսկզբին է սկսվել, բնապահպանական այս նախաձեռնությամբ Յուքոմը ցանկանում է 10,000 ծառ տնկել Հայաստանում, աջակցել բնության վերականգնմանը։
Յուկոմի հետ համագործակցությունը արդեն դառնում է ավանդույթ հիմնադրամի եւ Յուկոմ ընկերության այս տարի արդեն 10,000 ծառեր են տնկված եւ ինչպես տեսնում ենք նաեւ աշխատակիցները Յուկոմի որպես իրենց սոցիալական պատասխանատվության մի մաս միացել են մեզ տնկելով իրենց ծառերը արդեն Սաղարթախիտ անտառների վերականգնմամբ մեղմելու ենք կլիմայական փոփոխությունների վատ ազդեցությունը երկրագնդի վրա, համոզված են ծառատունկի մասնակիցները, վստահ են տարիներ հետո վերադառնալու են Ուրցաձոր, իրենց տնկած ծառերի արտադրած թթվածինը շնչելու։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահիմյան, Հայլուրի համար։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա համար այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար։ Ամուր եղեք։